Ողջություն, ողջություն եւ փոփոխություն Հիսուսի զորավոր անունով։ Թող բացվի ամեն մեկի սականջները ավելի լսելու, ընկալելու քո խոսքը, ավելի ընդունելու քո խոսքի զորությունը մեր սրտերում, որպեսզի յուրաքանչյուր խոսք ընկնի մեր սրտերում, պտուղ տա Տեր Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք, Հայր։ Ամեն։ 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 Այսօրվա խոսքը քույրիկներս ապաշխարության ու մեղքերի թողության մասին է, որ շատ ժամանակ մենք շատ մակերեսային ենք տեսնում, որ դա մեր համար արդեն սովորական բան է, բայց ամեն բանը մեր կյանքում ապաշխարությունից է սկսվում, հոգևոր կյանքում։ Ու շատ ժամանակ, ասենք մենք տարիներով շատերը գնում ենք եկեղեցի, մեզանից պիտի սկսվի, որ մենք մարդկանց տանենք այդ խոսքը վկայենք, Տիրոջ բարի լուրը, եթե մենք եկեղեցում Աստծո խոսքով չզորանանք, չլցվենք, Տիրոջ հոգու զորությամբ, որ խոսքը մեր միջոցով խոսում է, ու մենք պիտի գնանք աշխարհ ու մարդիկ լսեն մեզանից Աստծո բարի լուրը ու ապաշխարեն։ Դրա համար շատերը կան, որ ասենք տարիներով գնում են, իրանք չեն տեսնում այդ պտղաբերությունը իրանց կյանքում, այդ զորությունը, որովհետև մենք տարիների մեջ չի, որ պիտի մեզ, ասենք, Տերը զորացնի, դա մեր փափագն է, մեր ծարավն է Աստծո խոսքի հանդեպ։ Դրա համար մենք ինչքան գիտակցենք, ինչքան ընդունենք Աստծո խոսքը, մենք լցվենք Տիրոջ խոսքով, Սուրբ Հոգին է, որ մեր մեջ ներգործում է ու մեզ զորացնում է, արթնացնում է, որպեսզի մենք էլ Տիրոջ խոսքը գործենք։ Յուրաքանչյուրս մենք գիտենք, որ մեր կյանքերում մեկը այդ պատճառը եղել է մի մարդ, Աստծո մարդ, որ Աստծո խոսքը բերել է մեր կյանքերի մեջ, ու մենք լսել ենք Տիրոջ բարի լուրը։ Դրա համար թող մենք էլ լինենք այն պատճառը դիշների կյանքում, որ մեզանով նրանք ապաշխարեն գան դեպի Տիրոջ լույսը։ Ես իմ վկայությունը միշտ պատմում եմ, Հայտնության գրքում գրված է, որ մենք հաղթեցինք գառան արյունով եւ մեր վկայության խոսքով։ Մենք պիտի վկայենք այն մեր կյանքի վկայությունը, որ Տերը մեզ ոնց այցելեց ու մենք ոնց ապաշխարեցինք։ Ես ինչքան իմ կյանքի այդ վկայությունը ապաշխարությունը վկայել եմ, շատ մարդիկ ապաշխարել են լսելով այդ վկայությունը։ Ու թող այսօր յուրաքանչյուրիս կյանքերում էլ այդ հնարավորությունը մենք ստեղծենք մեր կյանքում, որպեսզի մենք շատ վկայություններ ունենանք մեր հավատքի կյանքի փորձառության ժամանակ, որ մենք էլ վկայենք այն, թե Տերը մեզ ոնց կպավ ու մենք ոնց բացեցինք մեր սրտերը Տիրոջ առաջ։ Մարկոսի 1:14-ում գրված է։ 1:14 խոսքում։ Եվ Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում, թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Տես մարդ ապաշխարություն ինչ է նշանակում։ Ապաշխարությունը դա մեղավոր մարդու կյանքում աշխարհիկ մարդը, որ իր աշխարհիկ կյանքով ապրում, աշխարհիկ ցանկություններով, երբ որ ավետարանի խոսքը լսում է, խոսքը պիտի զորությամբ խոսի, որ մարդու կյանքին կպնի։ Հոգու զորությունը հպվում է մարդու կյանքին, մարդու սրտին, ու տվյալ մարդը շրջում է, դարձի է գալիս աշխարհի մեղավոր կյանքից, խավար կյանքից դեպի Տիրոջ լույսը։ Այսինքն ապաշխարել, շրջվել, դարձի գալիս։ Ես հավատում եմ, որ բոլորս էլ տեղյակ ենք այդ ապաշխարության, այդ խոսքի բացատրությունը ինչ է նշանակում։ Ու երբ որ մարդը
լուսավորվում է, դա կարող է այդ նույն րոպեին ինքը չզգա, բայց խոսքը ընկնում է մարդու սրտում, ու սիրտը լուսավորվում է Աստծո խոսքով։ Որովհետև մեր կյանքերում ամեն բան խոսքից է սկիզբ առնում։ Ոնց որ մեր Տերը, մեր Հայրը, երկինքն ու երկիրը իր խոսքով արարեց, ստեղծեց, գրված է, որ Ծննդոցի առաջի գլխում կարդում ես գրված է, որ երկինքը անձև էր ու դատարկ էր երկիրը, եւ Աստված խոսեց խավարին լույս եւ խավարը լուսավորվեց, Աստված խոսք խոսեց խավարին, խոսեց լույս։ Դες Աստծո խոսքի զորությունը, երբ որ Աստծո բերանից դուրս եկավ այդ խոսքը, ու խոսքը դա երկսայրի սուր է, որ իր գործը կատարում է, նույն է մեր միջոցով, որպես Աստծո զավակներ։ Տերը մեզ դրել է երկրի մեջ, դրել է կարգել է իր տան մեջ, որպես Աստծո լույսի զավակներ, որպեսզի մենք խոսենք զորությամբ ու ամեն անապաշխար սրտերին խոսքը հպվի եւ այդ մարդկանց կյանքերում բերի լուսավորություն։ Երբ որ խոսում ենք խոսքը, մենք հավատում ենք, որ այդ մարդիկ լսելով խոսքը, առաջին այդ մենք պիտի հավատանք եւ խոսենք, ու այդ մարդկանց կյանքերում գալիս է զգաստություն։ Առաջի անգամ, երբ որ ինձ մոտ խոսեցին Աստծո խոսքը, մի պահ մենք մտածում ենք, որ մենք աշխարհում ենք, մենք ինչ որ անում ենք, ինչ որ մտածում ենք, ճիշտը դա է, բայց երբ որ մեզ մոտ Աստծո մարդիկ խոսում են խոսքը, մեր մտքի, մեր սրտի մեջ գալիս է փոփոխություն, մեր մտածելակերպի մեջ գալիս է մի շրջադարձ նորոգություն, որ մենք մտածում ենք իրոք էս մարդը ճիշտ է ասում։ Ու սկսում է Աստծո խոսքը խոսել, Տերը մեր մեջ իր գործն է կատարում։ Առաջի Մարկոսի 1:14-ում ասում է, գործում է, որ Աստծո զորությունը չի գործում մարդկանց կյանքում, այսինքն չի գործում մարդկանց կյանքում այն ինչը որ հենց այդ պահին, բայց դրանից հետո մարդիկ զգում են, որ իրանց կյանքում փոփոխություն կատարվեց եւ Աստծո զորությամբ է, որ խոսքը հպվում է մարդկանց սրտերին։ Ու տեսնում է, որ Տերը գնում էր այդ ամեն բանը հերթականությամբ անում։ Ասում է, որ հետո մեր մեջ ասում է հավատքն է, որ հավատքի խոսքն է, որ մեր մեջ բերում է փոփոխություն։ Ու մեր մտածելակերպի մեջ, երբ որ մենք այդ մարդկանց հետ սկսում ենք խոսել Աստծո խոսքը, նրանց մտածելակերպի մեջ գալիս է լուսավորություն ու նորոգություն։ Ու լուսավորում, այսինքն միտքը վերափոխում է, միտքը փոփոխվում է այդ մարդու աշխարհիկ մտածելակերպից փոխվում է ու սկսում է վերին բաների վրա խորհել մտածել։ Ու մենք պիտի այդ մարդկանց հետ սկսենք աշխատանք տանել։ Արդեն այդ մարդիկ մեր պատասխանատվության տակ են, դրա համար ապաշխարությունը դա շատ պատասխանատու աշխատանք է։ Մենք շատ ժամանակ մտածում ենք, որ սա թեթև մակերեսային բան է, բայց դա շատ խորին բան է, որ մարդը պիտի Աստծո զավակը այդ պատասխանատվությունը ունենա, մարդը սիստեմատիկաբար խոսելու, աշխատելու, հավատքի խոսքեր հռչակելու, կարդալու, բացատրելու, որովհետև նույնն էլ մեր կյանքերում են արել։ Ես սկզբից սկսեցի վերցնել մանկական աստվածաշունչը կարդում էի, ու դա իմ մեջ բերում էր ծարավ, ավելի ծարավ։ Ու այդ սկզբնական շրջանում մտածում ես, որ դու գնաս մարդկանց ոնց է Տերը այդ ոգևորվածությունը, այդ ներսի սրտացավությունը, սերը դնում քո ներսում, որ դու մարդկանց հանդեպ դեռ դու լցված ես նորահավատ մեկն ես ու քո մեջ այդ փափակն է, որ դու էլ գնաս մարդկանց խոսես Տիրոջ բարի լուրը։ Ու ապաշխարությունը դա է, որ մեզ դարձի է բերում, այս մեղավոր կյանքից բերում է հաստատում է իր լույսի մեջ ու իր խոսքն է, սկսում ենք հավատալ իր կենդանի խոսքին, որ իր խոսքն է, որ մեր մեջ գործ է կատարում։ Ու առաջինը մարդու մտածելակերպն է, մարդը ինչ ձևի մտածում է, այն ձևի էլ գործում է։ Մենք սկսում ենք մտածել արդեն վերին բաների վրա, ու մեր գործողությունների մեջ գալիս է հավատքի գործողություն։ Մենք սկսում ենք արդեն հավատքի գործեր անել։ Ինչքան բաներ կա, ասենք, որ նայում ենք այս կյանքում մարդկանց կյանքերին, որ
շատ ապառաշ sense շարի տիպի մարդիկ են եղել, որ մեր մտքով չի անցել, որ այդ մարդիկ պիտի ապաշխարեն, բայց այն ինչը որ Տերը նախասահմանել է մարդու ապաշխարության փրկության համար ու Տերը իր զավակների միջոցով գործում է, շարժում է ու դու տեսնում ես Աստծո խոսքի զորությունը ոնց է քարացած մարդկանց սրտերը կարծրացնում, փափկացնում, փխրեցնում ու մարդիկ այդ խոսքը ընկնում է իրանց սրտերում, իրանց սրտերի հողերը բարարտանում է ու այդ խոսքը իրանց մեջ պտուղ է տալիս, իրանք պտղաբեր են դառնում Աստծո արքայության համար։ Դրա համար եթե մենք Աստծո զավակները չլցվենք, չզորանանք ու մեր փափագեզ ժամանակների մեջ չլինի մարդկանց գնալը, ապաշխարության խոսքեր խոսելը, բարի Տիրոջ բարի լուրը ավետելը, մենք պիտի տանենք այդ լուրը, որ մարդիկ ապաշխարեն։ Մարկոսի 16:15-ում գրված է, որ եւ նրանց ասեց գնացեք, որ աշխարհը իմ ավետարանը քարոզեք ամեն արարածի, ով որ հավատաց եւ մտածվեց կփրկվի, իսկ ով որ չհավատաց կդատապարտվի։ Տերը հերթականությամբ իր խոսքը ասում է, եւ նրանց էլ որ հավատացին այս նշանները կհետևեն։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն եւ եթե մի մատը խմեն նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն եւ նրանք կառողջանան։ Արտերը նրանց հետ խոսելուց հետո երկինքը ամբարձվեց, դες պարզ ասում է եւ նրանց ասեց գնացեք բոլոր աշխարհին իմ ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Տերը այդ ամենը, որովհետև իր փրկությունը ամեն մեկի համար է, ինքը չի առանձնացրել Իրանը, սրանը, նրանը, Տերը այդ ամեն մեկի համար իր գործը կատարեց, իր թանկ արյունը թափեց ու մեզ տվեց այդ փրկության լուրը, այդ բարի լուրը, մեզ հաստատեց իր լույսի մեջ, որովհետև այսօր մեզանով պիտի ամեն մեկը փրկվի գա Տիրոջ ճշմարտության գիտությանը։ Ու այդ ապաշխարությունը դա շատ կարևոր է մանավանդ այս ժամանակների մեջ, դες մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, որ մենք անդադար են գործը գործենք, որ Տերը մեզ պատվիրել է այս ժամանակների համար։ Ու երբ որ մենք ապաշխարում ենք ու սկսում ենք հավատալ Աստծո խոսքին, ու մեզ բացում Աստծո խոսքի խորհուրդները, մենք սկսում ենք Աստծո խոսքը կարդալ, տեղեկանալ Աստծո խոսքից, դա հերթականությամբ Տերը մեր կյանքում հերթականությամբ պիտի կատարենք։ Դրա համար մեզ, ասենք, մենք հասուն մարդիկ էին, որ եկան իմ համար, ես ասում եմ, որ եկեղեցու հովիվ էր, իմ եղբոր դեպքից հետո, որ եկան մեր տուն, որ գիտեին մենք շատ անելանելի վիճակում ենք, մենք գնում էինք եկեղեցի մոմ էինք վառում, աղոթում էինք, բայց մենք չէինք ճանաչում Քրիստոսնով, այլ ինչ կարող անի մեր կյանքերում։ Ու երբ որ մեր տունը եկան սկսեցին Աստծո խոսքը խոսել, մենք առաջի օրը շատ հակառակ էինք, ու մենք չէինք դա տեսանելի չի երևում, որ Տերը իր խոսքի զորությունը մեր մեջ դնում է, մեր սրտերում գործ է կատարում իր խոսքով։ Ու ամեն օր նրանք գալիս էին մեր մոտ, Աստծո խոսքն էին խոսում։ Հավիտենական կյանքից էին խոսում, հանդերձյալ կյանքի խորհրդից էին խոսում, որ կա հավիտենական կյանք, կա հոգու անմահություն, ու ամեն անգամ ինչքան որ գալիս էին, այդ ժամանակների ընթացքում մեր մեջ լուսավորություն էր կատարում։ Ու Տերը ունի նախասահմանություն իր զավակների համար, որ այդ ժամանակները Տերը գիտի ումը որ ժամանակներում կբերի։ Մենք երբեք չենք ու յուրաքանչյուր մի հավատացյալ, յուրաքանչյուրս մենք երբեք չենք մտածել, որ այդ ժամանակներում մենք պիտի ճանաչենք Տիրոջ կարող զորությունը։ Դրա համար այն ինչը որ Տերը ամեն մեկիս համար արել է իր նախասահմանությամբ, իր խոսքի զորությամբ, իր հոգու զորությամբ, նույնն էլ մենք պիտի այդ գործը անենք այս երկրի մեջ շարունակական մնացածի համար, որ Տերը ունի մեզանով այդ մարդկանց բերելու դեպի իր լույսը, իր հոգու զորությամբ։
ու դրա համար ապաշխարությունը դա շահ կապված բան է, որ յուրաքանչյուրիս կյանքերում առաջինը երբ որ սկսնակ մարդը այս աշխարհից դարձի է գալիս դեպի Աստծուն, լուսավորվում է իր միտքը նորոգում Աստծո խոսքով, ինքը շրջվում է այս աշխարհի մեղավոր կյանքից ու հաստատվում է Տիրոջ լույսի մեջ, այդ ժամանակ է հասկանում, որ ինչքան անիմաստ է այս կյանքում, անհաստատ է այս կյանքը։ Ու ամեն անգամ, երբ որ լուսավորում ենք ու մեզ բացվում է Տիրոջ խոսքի խորհուրդը, զորությունը, մենք ավելի ծարավով ենք լսվում, ավելի փափագով ենք լսվում։ Դրա համար մնացած այն բաները, ինչը որ մեր կողմից պիտի մենք անենք, որ ավելի զորանանք, լցվենք, դա արդեն մեր գործն է։ Տերը 100% իր գործը մեր համար ընտիր, փառավոր, զորավոր մեր համար արեց։ Ու ինքը գին վճարեց մեր համար մեզանից պահանջելու է, դրա համար այս ժամանակների մեջ մենք չքնենք, չնիրհենք, չտկարանանք, չթուլանանք, պատճառաբանություններ չբերենք, որ չենք կարող, Տիրոջով մենք ամեն բան կարող ենք։ Ես ինձ Պողոսն ասում, Պողոս առաքյալը, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, որովհետև եթե Տերը իր ամենակարող Հոգին, ինքը որ աշակերտների հետ խոսում էր աշխարհում, իր խոսքն էր, իր ապագայի համար էր խոսում, իր խաչելության մասին էր խոսում, արքայության մասին էր խոսում, որ քարոզեք Աստծո արքայությունը մոտեցել է, որ մարդիկ ապաշխարեն, մեղքերի թողություն ունենան։ Այդ ժամանակ ինքը այդ ամենը խոսում էր աշակերտների հետ ու շարունակական նույն էլ աշակերտները իրենց գործը արեցին մարդկության հետ ու շարունակական դա գնում է այդ գործը, որ մենք էլ արթուն լինենք։ Պողոսը ինչի ասում, որ ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, որովհետև ամենակարող Տիրոջ Հոգին այս ինչի համար է ասում, որ Տերը քարոզում էր աշակերտներին, երբ որ նա խոսում էր աշակերտների հետ, ասում էին Տեր, բա դու որ գնաս, ասում էր Աստծո որդին, մարդու որդին պիտի խաչվի, երրորդ օրը պիտի հարություն առնի, ու նրանք ասում էին Տեր, որ դու գնաս, մենք ворդ կմնանք, ասում էր դուք ворդ չեք մնա, ես կգնամ եւ իմ հոգին կուղարկեմ, որ կմնա ձեզ այդ մինչև աշխարհի վերջը։ Տես երբ որ մենք մկրտվեցինք իր հոգով, իր հոգին մի զորություն բերեց մեր մեջ, մի կարողություն, որ եթե մենք իր հոգուն տեղի տանք, չթողնենք, որ իր հոգին մեր մեջ մարի, ու ամեն ժամանակ աղոթենք հոգով։ Ինչի ասում, աղոթեք հոգով, աղոթեք մտքով, որ ձեր միտքը անպտուղ չմնա, իր Տիրոջ ամենակարող Հոգին մեր մեջ է ու մեզ զորացնում է, մեզ կարողություն է տալիս ու յուրաքանչյուրս մենք բոլորս էլ տեսնում ենք, որ Աստծո զավակները մի ուրիշ ձևի զորություն ու կարողություն ունեն։ Աշխարհի մարդկանցից տարբերվում են, մենք կարող է պահիտակ տկարանանք, հոգնենք, հիվանդանանք, բայց դա Տիրոջով մենք հաղթություն ենք վերցնում ու առաջ ենք գնում։ Մենք չենք մնում այդ կարգավիճակի մեջ, չենք տրտնջում։ Տրտունջն է, որ մարդու կյանքում բերում է ոչ օրհնություն։ Դրա համար մենք պիտի ամեն ժամանակ Աստծո խոսքերը հռչակենք մեր կյանքերի վրա, Աստծո հզոր խոսքերը, հավատքի խոսքերը։ Ես ոչ թե պիտի առավոտյան վեր կենամ, ասեմ թույլ եմ, տկար եմ, հիվանդ եմ, այդ խոսքերը ինչքան ասենք, մենք այդ կարգավիճակում էլ կմնանք, բայց երբ որ մենք հարթնանում ենք, հավատքի խոսքեր ենք հռչակում մեր կյանքերի վրա, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, ու մենք փորձեք դուք, ասենք ովքեր որ այդ դրա մեջ վարժված չեն, իրանց վրա խոսելու, հռչակելու Աստծո խոսքերը, դուք կտեսնեք ձեր Աստծո զորությունը, Աստծո գործը ձեր կյանքերում, որովհետև այդ ամեն բանը դա հավատքի կյանք է, որ մենք պիտի հավատ խոսենք մեր կյանքի վրա, անհավատն է իր կյանքի վրա անհավատություն խոսում, անհավատությունը նա է, որ մենք ինչ որ տեսնում ենք, դա ենք խոսում, իրավիճակներն ենք ներկայացնում, բայց եթե Աստծո այդպես լիներ, Տերը այն ինչ չարչարանք, ինչ արեց մեզ համար, իր չարչարանքները տեսել ենք, նույնիսկ կինոներով, մենք կարդում ենք, տեսնում ենք, որ ինքը մեզ համար ինչ արեց,
դա մի հզոր գին էր, անգին գին էր, որ ինքը մեզ համար վճարեց, ու ինքը մեզանից պահանջելու է, դրա համար մենք ենք այս աշխարհում, որ պիտի իր խոսքը խոսենք մարդկանց, որպեսզի մարդիկ ապաշխարեն դարձի գալ։ Եթե մենք այդ ապաշխարությունը չունենք, եթե մեր կյանքերում դեռ այդ քնած վիճակն է, մենք ո՞նց կգնանք մարդկանց Տիրոջ բարի լուրը կավետենք։ Դրա համար շատ ժամանակ մարդիկ որ տարիներով եկեղեցում են ու ասում են մեր կյանքում շատ բաներ չի կատարվում, մեր կյանքում ասենք բոլորիս կյանքերում կա այդ սիրո ծարավը, որ ամեն մեկս մեր մեջ այդ սրտացավությունը սեր ունենանք մարդկանց տանելու իր բարի լուրը ավետելու։ Դրա համար յուրաքանչյուրս մենք մեր մեջ քննենք մեր սրտերը, արդյոք մենք սրտանց ապաշխարել ենք Տիրոջ առաջ։ Դա այդ չի նշանակություն չունի մենք եկեղեցի ենք գնում տարիներով Աստծո խոսքի մեջ ենք, տարիների կյանքի այդ ժամանակները ոչ մի նշանակություն չունի։ Մենք պիտի ամեն մեկս փուլ առ փուլ ամեն ժամանակ քննենք մեր անձերը, մեր սրտերը, արդյոք մենք հավատքի մեջ ենք։ Եթե մենք խոսում ենք ապաշխարությունից, մեղքերի թողությունից, տես որ պիտի գնանք մարդկանց ավետարանենք իր բարի լուրը։ Ու Տերը ասում ապաշխարեք, որովհետև Տիրոջ արքայությունը մոտ է։ Այդ ժամանակ մենք եթե այդ պտուղները մեր մեջ չլինի, մարդիկ չեն էլ ընդունի, չեն էլ լսի այդ խոսքը զորություն չի ունենա մարդկանց կյանքերի վրա։ Դրա համար թող Տիրոջ զորությունը լցնի մեր կյանքերը, մեր անձերը, որ ամեն ժամանակ, ինչքան որ ժամանակները գնում է, մենք ավելի ժամանակների մեջ արթուն լինենք, ավելի արթնանանք Տիրոջ խոսքի մեջ, որպեսզի առաջինը մենք արթուն լինենք, մենք զարթուն լինենք ու այդ սրտացավությունը սերը տանենք մարդկանց կյանքերի մեջ։ Ես իմ օրինակից բերեցի, որ ոնց որ մեր համար եկան մարդիկ քարոզեցին եկեղեցու հովիվ Աստծո խոսքը մեր հայրական ընտանիքի համար, որ մենք բազմազավակ մեծ ընտանիք ենք ու այդ սկզբնական ժամանակ չի զգացվում Տիրոջ գործը քո մեջ, բայց հետո գնալով դու լուսավորում ես քո միտքը սկսում է աշխարհի մտածելակերպից փոխվել ու սկսում ես վերիների վրա մտածել։ Ու իմ մարդը մինչև ապաշխարելը նա գիտի թե ինչի մեջ որ ապրում է, ինչ կյանքով որ ապրում է, ճիշտը դա է, բայց ճիշտը Աստծո խոսքն է ու Տերն է, որ մեզ հավիտենական կյանք շնորհեց։ Դրա համար մենք պիտի զգոն ու արթուն լինենք ամեն ժամանակ, ես առաջինը մեր կյանքերի համար եմ ասում, որ մենք այն ապաշխարող սիրտ ունենանք, որ միգուցե մեր կյանքերում բաներ կա, որ մենք չենք էլ հիշում, չենք էլ բերել Տիրոջ առաջ, մեղքեր կան, սխալներ կան, մեր կյանքերում ինչի որ տարիներով մարդը չի բժշկվում եւ մտքի եւ շնչի եւ հոգու ոլորտում ինքը խնդիրներ ունի կամ մարմնի մեջ, դրա համար եթե մենք սրտանց ապաշխարում ենք, բժշկություն ենք գտնում։ Երբեք չնայենք, որ դիմացինի միջի սխալները, որովհետև անհատական մենք ենք կանգնելու Աստծո առաջ ու մենք ենք պատասխան տալու։ Այդ ամեն բանը, որ Տերը արեց մեր համար, դա գին վճար, գին էր, որ դա ոչ մի բանով դու չես կարող գնել, ու մենք էլ պիտի մեր գործը անենք։ Ու մեզ ոչինչ այս ժամանակներում չի խանգարում, այս օրհնյալ ազատ ժամանակներում, եթե Տիրոջ սրտում աշխարհի ամեն ազգություններ իր արարչագործությունը, իր սիրով սրտացավ սրտում է պարփակված, այդ սերն ու սրտացավությունը ինքը ունի, ու ինքը մեր համար իր կյանքը դրեց ու օրինակ եղավ մեր համար, որ մենք էլ այդ սիրով սրտացավությամբ գործենք մարդկանց համար։ Եթե մենք այդ սերն ու սրտացավությունը չունենանք, որ մարդիկ ոնց կապաշխարեն։ Գնացեք ամբողջ աշխարհով մեկ Մարկոսի 16:15 իմ ավետարանը քարոզեք ամեն արարածի, ով որ հավատաց կփրկվի, ով որ հավատաց չի ասում, որ ով որ չհավատաց կդատապարտվի, նրանք էլ ովքեր հավատացին այս նշանները կլինի։ Դրա համար դա մեզ է պատվիրել Տերը։ Ու յուրաքանչյուր անապաշխար մարդ նայում է մեր կյանքին, մեր գործերին։ Այն խոսքը, որ մեզանից դուրս է գալիս, պիտի զորությամբ դուրս գա ու ուղղվի այդ մարդկանց սրտերին։
մենք հետ գնանք հիշենք մեր սկզբնական այն առաջի սիրո կրակը, որ մեր մեջ ոսկլտում էր, որ մենք մարդկանց գնում էինք, Տիրոջ խոսքն էինք հավետում, բա ինչ եղավ այդ, ու յուրաքանչյուրի մեջ այդ կրակը մարել է, դրա համար մենք պիտի մի նոր տեմպ վերցնենք, այս շատ հզոր թեմա է ապաշխարության թեման, շատ ժամանակ մեզ թվում է սա նոր ավատների համար է, բայց ոչ, սա մեզ համար առաջինը մենք ապաշխարել ենք, որովհետև մենք աշխարհից բերած շատ սենց բեռներ ունենք մեր հետ քաշելով, բերել ենք, մտցրել ենք Աստծո տուն, եկեղեցի, ու այդ բեռները ուզում ենք, մենք պիտի ազատագրվենք դրանցից, մենք պիտի ամբողջությամբ բեռնաթափվենք, Աստծո քաղցր լույսը վերցնենք ու իրա թեթև բեռը, որպեսզի մենք դա տանենք, հրամցնենք մարդկանց։ Ու մեր համար, իմ համար առաջինը միշտ ես մտածում եմ, ասում եմ իմ թոռների, իմ սերունդների, իմ զավակների ընտանիքների, իմ հայրական, մայրական, այո, մենք պիտի գնանք, այդ մենքան տարածքներ կա, որ մենք ենք պատասխանատու այդ տարածքների համար։ Մի անգամ իմ քույրը ասեց ոնց եմ հոգնել ես կյանքից, գնամ Տիրոջ հանգստի մեջ, ասում եմ, բայց դու տենց պատրաստ ես, որ գնաս Տիրոջ հանգստի մեջ, ասում եմ, ինչ պահով, ոնց պատրաստ չեմ, ասում եմ, բայց քո ընտանիքի անդամները ապաշխարած չեն, դու նեղվում ես, ասում եմ, հələ առաջինը դու քո ընտանիքի, դու ոնց ես այդ կարգավիճակով, ասում եմ, ոնց ես մտածում, դու Աստծո մտքերով ես լցված, սենց մի պահ միտք առավ, կանգ առավ, ասում եմ, ես չգիտեմ, դու ես պատասխանատու քո ընտանիքի ապաշխարության համար, Տերը քեզ ա դրել քո ընտանիքում, որ այդ գործ անես, բոլորս էլ, ես էլ շատ եմ ուզում գնամ Տիրոջ մոտ, բայց մեր կողքիներ այնքան մարդիկ կան, որ մենք ամեն օր մարդկանց հետ ենք առնչվում, շփվում, հանդիպում, ու մենք չպիտի մարդկանց կողքով անտարբեր անցնենք, ու դա յուրաքանչյուրիս է վերաբերվում, որ յուրաքանչյուրս պիտի արթնանանք այս ժամանակների մեջ, ու տեսնում ենք, որ գնալով ավելի խավարը թանձրանում է, ավելի մեղքը շատանում է, որ մենք պիտի արթուն լինենք, մենք պիտի գործենք, մեր երկրի համար, շատ ժամանակ մենք սկսում ենք չարախոսել, դատել որպես հավատացյալներ մեր երկիրը, ինչ վիճակ է, բայց եթե դու այդքան դատում ու չարախոսում ես, քանի անգամ ես աղոթել քո երկրի ապաշխարության համար, Երկրորդ Մնացորդաց 7:14-ում գրված է, որ իմ ժողովուրդը եւ իմ ժողովուրդը, որի վրա իմ անուն է դրված, եթե խոնարհվի, աղոթի եւ իմ երեսը փնտրի, եւ ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքերը եւ կբժշկեմ նրա երկիրը։ Եթե մենք առաջին քայլը չենք անում, մյուս քայլերը չի աշխատի, այսինքն առաջի քայլը, որ դա մեր խոնարհվելն է, որ մենք խոնարհվենք Աստծո խոսքին, խոնարհվելը, որ դա իր խոսքը կատարենք, ասում է, եթե իմ ժողովուրդը, որի վրա կանչված է իմ անունը, դրա համար այսօր մենք որպես Աստծո զավակներ, մենք պիտի միշտ մեր երկրի վրա, մեր ընտանիքներում, մեր շրջապատում, ամեն մեկի կյանքերում, ոչ թե մտածեմ դե լավ, ես փրկված եմ, իմ ընտանիքը չէ, մենք համատարած ոնց որ այդ նույն մարդկանց պիտի մենք մեր սրտերում ունենանք, այդ մեծ սիրտը պիտի ունենանք, սրտացավ սիրող սիրտը, ոնց որ Տերը մեզ պատվիրեց, օրինակ եղավ մեզ համար, մենք էլ պիտի իրապես լինենք։ Այսօր խոսքերի շատությունից չի, ճարտար խոսելուց չի, ռետորական, դրանք ոչ մի ազդեցություն չունի, երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ, Տերը մեր գործերն է տեսնում, Տերը մեր սրտերն է տեսնում, մեր սրտերի ծարավն ու սրտացավությունն է տեսնում մարդկանց հոգիների փրկության համար, որ ասի իմ բարի հավատարիմ ծառա, մտիր իմ հանգստի մեջ, իմ ուրախության մեջ, որ մեր կեին հագցրեցիր, դա Տիրոջ հանդերձներն է, որ մենք մարդկանց հագցնում ենք, որ սոված էին կերակրեցիր, Աստծո խոսքով կերակրենք, որ հիվանդ էին այցի եկար, ու կասեն Տեր, բայց երբ քեզ արեցինք, ասում է, եթե մեկին արեցիք, ինձ արեցիք, մենք պիտի այդ սիրտը ունենանք,
Դրա համար այսօր եկեղեցիներում խոսքներ են ինձ թեթևացրել, հաճելի, հարմար, որ իրենց հարմար ձևով իրենց քինքին հաճելի, ոչ խոսենք այն խոսքերը, որ մարդկանց կյանքերում բժշկություն կբերի, որ մարդկանց դարձի կբերի, որ մեր կյանքերում մարդիկ կապաշխարեն, մենք պիտի ենք արթնանանք, թող մի քիչ էլ որտեղ գրված է Տերումը, որ սիրում է, հանդիմանում է, ու մենք մեր երեխաներին շատ ժամանակ երբ պետքա սիրով, երբ պետքա խրատում ենք, հանդիմանում ենք, եթե մենք մեր զավակներին նման ձևով ենք խրատում, կան ծնողներ, որ իրանց համար սովորական է իրանց զավակները, դրա համար մենք պիտի սթափ լինենք, արթուն լինենք ամեն իրավիճակներում, ու սա Տիրոջ սերն ու սրտացավությունն է, որ խոսում է, որ յուրաքանչյուր մեր կյանքերում, որպես ուղիչ, որպես ուղղություն մեր կյանքերում, ու մենք այդ խոսքը տանենք մեր հարևաներին, մեր մերձավորներին, մեր հարազատներին։ Այս ժամանակներում շատ ասենց սառած վիճակ քրիստոնյաների վիճակը։ Ես ինձ համար եմ ասում, ես որ հիշում եմ իմ կյանքի տարիները, ինչ ձևով էի, մեր հարևանները բոլորը սենց մեկը չէր, որ նայի չքարոզեի, ու հիմա նույն ձև ինչը որ խոսքին ինձ է վերաբերում, որ ես զորանամ, որ ինձ փրկվեն գան դեպի ճշմարտության գիտությանը։ Ես ինձ շել եմ քանի բան տեսա, որ բանի Փարիսեցին, երբ որ երկու անգամ հայեց, ինքը ինչի համար էր աղում, որպեսզի հպարտանար, որ ես ծոմ պահեցի, տես ծոմապահությունը, եթե մարդը ինքը անում է, որ իրան ցույց տալու համար, որովհետև մենք ինչ որ անում ենք, Աստծո առաջ ենք անում, մենք չենք անում մարդկանց ցույցադրելու համար, դրա համար այդ սրտի դրդապատճառը մենք պիտի ունենանք, որպեսզի մարդիկ ապաշխարեն, որպեսզի մեր երկիրը բժշկվի, մեր երկրի միջի ժողովուրդը ապաշխարի, մեր իշխանները, մեր վարչապետը, մենք ոչ թե պիտի կանգնենք, որ նայում ես այս ժամանակներում ինչ է կատարում, զարմանում ես, մարդկանց խոսքերը, մենք պիտի հռչակենք հակառակը, բժշկություն մեր երկրի մեջ, Աստծո խոսքի զորություն, ու չբանվենք, չհամաձուլվենք այն մարդկանց, ովքեր որ տեսնում ես մարդկանց հաճելի ձևով են գործում, մարդկանցից վախենում, դրա համար դա աստվածավախություն է, որ պակասել է ժողովրդից, որոնց Աստծո ժողովրդի աստվածավախությունը, որ եկեղեցի պիտի քարոզի, պիտի խոսի երկյուղի մասին, Աստծո երկյուղը դա վաղ չի, դա Աստծո հանդեպ հարգանքն է, ակնածանքն է, Աստծո գործը անելն է, դրա համար մեր երկիրը հնարավոր չի, որ չբժշկվի, այսօր մեր երկրի, մեր մեկի սորբությունը եկեղեցուց է կախված, եկեղեցին է զորավոր, եկեղեցին այդ ուժն ու զորությունը ունի երկնքի Տիրոջի, որ Տերը մեզ երկնքի այդ զորությունը, որ մենք էլ պիտի այդ զորությունը չակենք մեր երկրի մեջ, այնքան սենց ցավալի է, որ Աստծո ժողովուրդը խառնվում աշխարհի մարդկանց հետ ու սկսում է երկրի համար խոսել, դատել, թեկուզ սխալ բոլորսել տեսնում ենք մեր զավակների բոլորիս կյանքերում էլ կա սխալ, մենք անսխալ ենք, յուրաքանչյուրը սխալվում ենք, սայթակում ենք, բայց մեզ իրավունք չի տրվում, որ մենք կանգնենք այդ խոսքը թող ժողովրդի կյանքում գա Տիրոջ երկյուղը, Տիրոջ, որ իրոք մենք աշխարհենք, մենք այդ ապաշխարող սիրտ ունենանք, որովհետև Տերը տեսնում է, ամեն բան տեսնում է, մենք չենք կարող Տիրոջից ոչինչ ծածկել, դա բոլորս գիտենք։
Դրա համար առաջի Հովհաննեսի առաջին 9-րդ խոսքը ասում է, իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների ու մեզ եւ մաքրի այս ամեն իրավությունից։ Ամեն։ Եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, Տերը հավատարիմ է ու արդար է, որ մեր մեղքերը ների եւ մեզ մաքրի ամեն անիրավությունից։ Յուրաքանչյուրս էլ, եթե ասենք, թեկուզ ես խմբում, չգիտեմ, մենք բոլորս էլ մարդ ենք, սխալվում ենք, եթե մեկս մուրավորել ենք, նեղացրել ենք, սխալ բաներ ենք, ինչ որ դա մեր սրտերում հետ կա թողել, դրա համար մեկս մյուսի ասում, մեկը մյուսի խոստովանեք ձեր մեղքերը, ապաշխարեք, որպեսզի մեր սրտերում ոչ խղճ չմնա, մենք խաղաղ մաքուր ապրենք, ամեն օրվա մեջ արդենք սխալվում ենք, մենք պիտի միշտ մեր սրտերը, որպեսզի մեկս մյուսի հանդեպ սիրով ունենանք, խաղաղություն ունենանք, ինչ որ մեկի մասին լսելուց մենք սիրենք այդ մարդուն, ներելը դա է, եթե ներում ենք այդ մարդու մասին, եթե հեռվում է, որտեղ է գտնվում, չգիտեմ, խոսում են, մեր մեջ պիտի սեր լինի, բոլորի հանդեպ, դրա համար առաջին պիտի մեր սրտերը պահենք մաքուր, խաղաղ, որ մեկս մյուսի ունենանք ու գնանք Տիրոջ գործ անենք այս երկրում։ Բայց Աստված պարտավորված չի, եթե մենք մեր մեղքերը չենք խոստովանում, որ նա մեզ ների, մենք ամեն մեկս Տերը մեզ որդոր է տվել, պատվիրան է տվել, որ մենք մեր մեղքերը մեր բերենք Տիրոջ առաջ ու առանց մեր խոստովանելու ինքը չի մեղքերը։ Աստված մեր չխոստովանված մեղքերը չի ներում։ Եթե մենք խոստովանում ենք մեր մեղքերը, Տերը տարիմ է մեր մեղքերը։ Հակոբոս Սանկուր ջան, կներեք ձեր ձայնը էլի կտրտում է։ Էլի չի լսվում։ Չէ, լսվում է, բայց կտրտում է, երևի ինտերնետն է, հա, ինչ որ կտրտում է ձայնը մեկ-մեկ։ Հա, թելենայի կարող է ինտերնետը այդտեղ մի բան ինչի։ Մեր մոտ շատ լավ է լսվում։ Հա, ձեր մոտ լավ է, դե ուրեմն ավելի լավ։ Հա։ Չէ, Արմենեն լսում։ Ու շատ ժամանակ, որ մեր չխոստովանված մեղքերը կարող է պատնեշ հանդիսանա։ Դրա համար մենք պիտի ամեն ժամանակ այն խորհենք, մտածենք, քննենք մեր կյանքերը, թե անկեղծորեն ենք Տիրոջ առաջ բերում մեր սխալները, մեր մեղքերը ու խոստովանում ենք, թեկուզ ասենք ամուսինների կամ կանանց պահը յուրաքանչյուրը ընտանիք ունեք, եթե ասենք ասում է կնոջը ինչ որ նեղացնում է, սխալ բաները ասում են, ձևի չի վերաբերում, ոնց որ ասենք իրան անզուսպ պահում, այդ ժամանակ ինքը չպիտի հանգիստով պարկի քնի, իր մեջ պիտի անհանգստացնող իր խղճմտանքը պիտի իրան անհանգստացնի, որ ներողություն խնդրի իր կնոջը, նույնն էլ կինը, եթե Աստծո խոսքին հակառակագործում անհնազանդ է իր ամուսնուն, մենք յուրաքանչյուրս պիտի ամեն ժամանակ, ասենք մեկս մյուսի հանդեպ խաղաղություն ունենանք, սեր ունենանք, որպեսզի ընտանիքներում կա այդ բժշկությունը, սերը, ու եթե մենք ժամանակին յուրաքանչյուրս, ես ասում եմ Երանի շատ պատանի ժամանակվանից ես ունենայի Աստծո, որպեսզի
ինչի մեջ իրան հանձնեին կյանքի ամեն մի հարցերը, աղոթեի Տիրոջ կամքը, բայց եւ մարդկանց կյանքում կարա լինի սխալներ, թեկուզ հոգեբանի կյանքում, բայց Տերը այդ սխալները պտտեցնում է, իր դեպի բարի գործակից անում։ Մենք այնքան երանելի մարդիկ ենք, որ ունենք Տիրոջը, ու մեր ամեն սխալները Տերը շտկում է, ուղղում է, եթե մենք այդ սխալները բերում ենք իր առջև։ Ես տարիներ առաջ խմբակում էինք ձայնագրություն էինք լսում, դա տարի առաջ կլինի, այն ժամանակ դեռ այսքան տարածված չէր վկայությունները բան, ու տարածում էինք խմբակի անդամները, որ պիտի անհատական բոլորը լսեին, ու հանրապետական հիվանդանոցի բժիշկ վիրահատության ժամանակ իրանք ընտանիքով աթեիստ են լինում, իրան վիրահատելու ժամանակ սավանով ծածկում են, որ պիտի վիրահատեն, այդ ժամանակ իր հոգին ինքը պատմում էր, ու շատ սենց երկյուղով լցված, դա երկար պատմություն իր հետ ինչ է կատարվել, ասում է, երբ որ ինձ ասում է, ուզում էին վիրահատեին, ասում է, իմ հոգին այդ ժամանակ մարմնից դուրս եկավ, ու բժիշկ խառնվեցին, շփոթված էին, ասում է, ու ես այդ ժամանակ տեսնում էի կողքի պալատների հիվանդները, ասում է, ցավերով, ասում է, իրանք ինչ չէին տեսնում, ու այդ ինչ դա տևողություն էր, որ Աստված ասում է, ու ինքը այդ ժամերով տեսել էր Տերը իրան ինչ էր ցույց տվել երկնաբարձունքում, ասում է, երբ որ ասում է իմ հոգին գնաց վերև, ասում է, ինձ հանդիպան եկավ 4 տարի առաջվա մահացած իմ բարեկամը, ու ասում է, իմ համար ես Հիսուս անուն էլ չէի լսել, տենց աթեիստ ա եղել, ասում է, այդ ժամանակ, ասում է, ինքը ինձ ցույց տվեց, որ ասեց հիմա քեզ ընդառաջ կգա լույսի կերպարանքով մեկը, այդ ասում է, ինքը Քրիստոսն էր, ասում է, երբ որ ինքը ինձ ընդառաջ եկավ, ասում է, այդ լույսը սովորական լույս չէր, ամբողջ երկիրը, ասում է, մի փառահեղ լույս էր, որ ճառագում էր, ասում է, դա աննկարագրելի բան էր, ասում է, ու այդ պահին իմ պատանի կյանքը, ես էլի տեղ ունեի, ոչ մարդ էր, որ խաբի, ինքը ինձ տեսնում էր, ու ես ասում է, սենց ված անելանելի իրավիճակ էր, ես որ մոռացել էի ինչ էի արել իմ պատանի ժամանակվանից, ու ինքը ամեն իմ կյանքի ընթացքը ցույց տվեց, ասում է, ինձ տարավ, հետո դժոխքի դարպաս, ասում է, ինքը ինձ ներս չտարավ, ասում է, ես լսում էի տանջանքի ձայները, ասում է, ես երբեք չէի ուզում այնտեղից հետ վերադառնալի, որովհետև դա մի աննկարագրելի գեղեցկություն էր, որ բան չէր, ասում է, քանի որ Բարձրյալի կողմից հրահան կար, որ իմ հոգին պիտի գնար մտներ նորից իմ մարմնի մեջ, ասում է, այդ ժամանակ ես որ գնացի, կենդանություն առավ իմ մարմինը, ու այս բժիշկները խառնվեցին իրար, ու ես պատմեցի, ասում է, այդ ինչ որ կատարվել էր ինձ հետ, հետո ինքը ապաշխարում է, դրանից հետո իր ընտանիքը տենց ասում է, ու շատերը ապաշխարեցին, ասում է, մարդիկ հավաստիացնում են, որ այնտեղ կյանք կա, դա ու ինքը պատմում էր, որ մենք տեսենք բաներ կա, որ մեր կյանքում կարող է սենց արգելքներ, պատնեշներ, այո, որ մենք չենք բժշկվում, շատ բաներ առաջ չի գնում, մտածում ես տարիներով ես աղոթում եմ, ինչի իմ աղոթքի պատասխան եմ տեսնում, մենք ունենք մեր մեջ Սուրբ Հոգի, ով էլ որ Տերը մկրտի, թող ինքը իր մեջ, իր տանը, որովհետև շատ վկայություններ կա, որ մարդիկ իր նստած խնդրել են, սրտանց աղոթել են ու Սուրբ Հոգով մկրտվել են, թող ցույց է տալիս, որ երենք առաջ ամեն մի մեղքեր, ամեն մի սխալներ, ասենք Տեր միգուցե ինքը հնարավոր չի, որ Տիրոջ Հոգին ցույց չտա, տղտանց իրեն
Այդ ժամանակ մենք կտեսնենք այն չպատասխանված աղոթքները, որ Տերը պատասխանում է, որ մեր ընտանիքներում բերում է գեր բնական օրհնություն, մի մարդկանց մարմինների մեջ, ամեն մեկի մտքի, շնչի, հոգու ոլորտում, կարող ասենք ինչ-որ զբաղմունքներ ա եղել, որ մենք ամբողջությամբ դրանից չաշխարել, չենք ամբողջությամբ կտրել այդ արմատը, ամեն բան մենք քննենք մեր անձերը, շատ ժամանակ մենք նստում ենք առօրյա օրվա մեջ, ամեն մի հարցերից, թեմաներից խոսում ենք, վերլուծում ենք, բայց ինչքան կլինի, որ օրվա մեջ կես ժամ, 15 րոպե, ինչ բան է, որ մենք սովորենք, վարժվենք դրա մեջ, հնարավոր ենք այդ ապաշխարող սիրտ ունենանք, այդ մաքուր ունենանք, որ մեր սրտերում ոչ մեկի հանդեպ ոչ մի խղճ մտանք չլինի ու մենք կգործենք դրա հերթական բաներ են, որ Տիրոջով պիտի մենք պահենք այդ կարգ ու կանոն ունենանք հավատքի կյանքի մեջ, որ հավատքի կյանքը չդարձնենք շիլա, չխառնենք ամեն բան իրար, որ մենք առավոտն անում ենք, այս Սուրբ շնորհքում միգուցե բայց այս թեմայի շուրջ է Տերը խոսում ու առավոտյան արթնանում ենք, մենք հռչակենք Տիրոջ օրհնության խոսքեր, մեր կյանքերի վրա Տիրոջ ընտանիքներում, այն մարդկանց, ովքեր որ հակառակ են մեզ, օրհնենք նրանց, աղոթենք նրանց համար, դա է իսկական ապաշխարությունը, ասма դու քեզ սիրողին, քեզ օրհնողին, որ օրհնես դրա մեջ վարձք չունես, արա նրան ումից որ չես սպասում, Տերը իրեն խաչներին ասեց հայրներ չեն հասկանում, մենք էլ պիտի ունենանք, ու երբ մեր սխալները չարդարացնենք, մենք մեր սխալները բերենք Տիրոջ առաջ, մարդկանց առաջ արդարացնենք, բայց Տերը տեսնում է մեր կյանքերը, իսկ ժողովուրդը 40 տարի անապատում ինչի մնաց, որ չխոսեցին, անհնազանդ գտնվեցին, որ նրանց դժգոհության պատճառով 40 տարի նրանք անապատում մնացին, դրա համար թող Տերը այս պահի մեջ յուրաքանչյուրիս հզոր իր խոսքի մեր սրտերի մտքերի մեջ, որ մենք յուրաքանչյուրս բժշկվենք, ամեն մեկս, որ լցվենք Տիրոջ ուրախությամբ, Տիրոջ խաղաղությամբ, Տիրոջ ուրախությունը կատարյալ դառնա մեր մեջ, որ Տիրոջ ուրախությունը զորացնի, որ մեր կյանքերի ամեն մի այն ինչը որ փուլեր կա, որ մենք չենք քննում, չենք տեսնում, չենք հասկանում այդ կողմը, որ Տերը բացի մեզ ու թող Տերը մեզ ամբողջությամբ մեր սրտում այդ ապաշխարությունը դնի, այն արմատը, որ Տիրոջից չթող կտրվի մեր սրտերից, թող այն չորացած ճյուղերը էթվի, դեն շպրտվի, ամեն տունք, որ մեր մեջ Տիրոջ տնկված, թող Տիրոջ զորացնելով, թող Տերը զոր բժշկություն, ապաշխարություն մեր սրտերում, որ ամեն ժամանակ քննենք մեր անձերը, արդյոք մենք հավատքի մեջ ենք, որ մեր կյանքերում չար ատենք, բարին ամուր բռնենք մեր կյանքերի համար, որ երբ չխաբնվենք, այն դռները, որ մեր մեջ բաց է մնացել, թող Տերը փակի այդ դռները յոթնապատիկ մեր կյանքերում, անունով, թող ամեն դուռ, որ մեր մեջ մեր սրտերում կա, թող երկնքի դռները, թող մեր մեջ բացվի Տիրոջ ապաշխարության դռները, Տիրոջ դռները, դռները թող բացվի մեր սրտերի մեջ ու լցնի մեր սիրտը, թող մեր ոչ մի բաց տեղ չլինի,
ոչ մի անձ լինի մեր կյանքերի մեջ, որը մեջ սատանան իր ոտքը դնի, մուտք գործի մեր կյանքերի մեջ։ Տեր ամենակալ Տեր, խնդրում ես հրաժարված դու միաբանել ես իմ փառավոր։ Կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ, նա իր խոտավետ արոտներուն մեջ, հանդարտ ջուրերուն ինձ կառաջնորդե, նա Անեպի համ զայնում ես։ Հա, ինքը շատ լավ երկեցիք, ափսոս բարերը, մամ։ Իրանանում փառքի համար նա ինձ կպահե, Իրանանում փառքի համար նա ինձ կպահե, Թեև մահվան շոկի ձորի մեջ մտնեմ ես, Չարեն չեմ վախենա, Տերս ինձ հետ է, Հիմա ինձ օգնիր Տեր, քեզ փառաբանեմ, Մեծ բազմության համար ձակ ես քեզ դավանեմ, Հայտնեմ Սուրբ Հոգով, ինչ ինձ հայտնեցիր, Սիրեմ քեզ մարդկանց, ինչպես սիրեցիր, Հայտնեմ Սուրբ Հոգով, ինչ ինձ հայտնեցիր, Սիրեմ ես մարդկանց, ինչպես սիրեցիր, Տերը մեր հովիվն է, մենք ոչ մի բանի կարոտություն չենք ունենա, ոչ վախենանք, ուր էլ լինենք, Աստված մեր հետ է, մեր մեջ է, փառքը Տիրոջը։ Ամեն, ամեն, Տերը օգնի քույրիկներս, բոլորիս։ Այն ավելի զորացնի, ամեն մեկին շնորհ տա։ Տիրոջ առաջ օգնության մեջ լինենք, ամեն։ Այո, բոլորիս կյանքում գործի։ Այո, Տիրոջ օրհնությունը շատ կարևոր է ու ապաշխարության միջոցով է մեր փրկությունը ու մեր գործերով է հաստատվում։ Տիրոջ օրհնությունը բոլորիս կյանքում։ Վերոջը մեր բոլոր քույրիկներին, մեր այս բոլոր խմբին, այս զինվորներին, բոլորս քաջ հաստատուն հավատքով Աստծո բարձունքի վրա հաստատուն կանգնենք, հաստատուն իր հավիտենական ջրերի մեջ, ամեն օրվա նոր ջրերի մեջ լողալով անցնենք Հիսուսի զորավոր անունով։ ամեն, դե քույրիկներս, բարի գիշեր, բոլորին Տերը օգնի, Բարի գիշեր, բարի գիշեր։ բոլորիս սահման մեր ընտանիքներին։ Այո, ամեն, բոլորիս օրհնի։ Բոլորիս պահապան քույրիկներ ջան, բարի Մինչ նոր հանդիպում։ Ամեն։ 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 Ամեն։